Քրիստոս ամեն։ Հայր մեր, որ երկինս ես, Սուրբ Եղիցի անուն քո, Եղեսցե արկայություն քո, Եղիցին գամ քո, որպես երկինս եւ երկրի, սած մեր անաբազոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց սպարդաբանած, եւ մի դանիրս մեզի փորձություն, այլ բրգյազ մեզի ճարե, Զիգոյ արկայություն եւ զորություն եւ բարգ Ավիդյան Սավիդենից ամեն։ Իմաստություն հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, սպարիս խորհել եւ խոսել եւ գործել, առաջի քո ամենայն ժամ, իջար խորհրդոց, իբանից եւ իգործոց բրգյազիս եւ օրմյա քո արարածոց եւ ինձ բազմամերիս ամեն։ Տիրոջ օրենքն ամբից է եւ վերափոխում է հոգիները։ Տիրոջ վկայությունը ստույգ է եւ իմաստուն է դարձնում տհասներին։ Տիրոջ արտարությունն ուղիղ է եւ զվարճացնում է սրտերը։ Տիրոջ պատվիրանները լույս են եւ լույս են տալիս աչքերին։ Տիրոջ երկյուղը սուրբ է եւ սուրբ է մնում հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ ինքնին աշտար։ Ոսկուց եւ շատ թանկագին քարերի ցանկալի են դրանք, նույնպես եւ քաղցր մեղրից ու խորսկից ավելի։ Եվ քանի որ քո ծառան պապանում է դրանք, պապանելու վարձը մեծ կլինի։ Նրա հանցանքները ով կարող է մտքում պահել։ Իմ գաղտնիքներից մաքրիր ինձ, Տեր, օտարներից պապանիր քո ծառային, որ նրանք ինձ չտիրեն։ Այն ժամ ես ամբից կլինեմ եւ կմաքրվեն մեծ մեղքերից։ Թող քեզ հաճելի լինեն բերանիս խոսքերը եւ սրտիս խորհուրդներն հարաժամ քո առջեւ լինեն։ Տեր օգնականին եւ փրկիչին։ Ամեն։ Ամեն։ Լսենք այսօրվա մեր սերդողության թեման Մատթեոս 10, 1-ից 15։ Եվ նա իմ մոտ կանչեց 12-ը, Մատթեոս 12 աշակերտներին նրանցից իշխանություն տվեց եւ դևերի վրա հանգրու դրանք եւ բժշկելու ամեն ցավ եւ ամեն հիվանդություն։ Եվ 12 առաքյալների անունները սրանք են. առաջին Սիմոն Պետրոս կոչված է եւ նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդի Յակոբոսը եւ նրա եղբայրը Յովհաննես, Ֆիլիպոս եւ Բարտոլոմեոս, Թոմաս եւ Մատթեոս, Մաքսավուրը, Ալփեոսի որդի Յակոբոսը եւ Հելիոսը, որը Թադեոս կոչվեց, Սիմոն Կանանցի եւ Յուդա Իսկարիոտոսի եւ մատնեց նրան։ Նրանց 12-ին Հիսուս ուղարկեց պատվիրեց նրանց ու ասաց. «Եթանոսների շրջաններով չգնանք եւ սամարացիների որևէ քաղաքը չմտնենք, այլ ավելի շուտ գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ եւ գնանք քարոզենք եւ ասացեք երկնքի արքայություն մոտեցել է, հիվանդներին բժշկեցեք, բոլորներին մաքրեցեք, ձևերին հանեցեք, ձերի արդ, ձերի եւ տուեգնի ունեցեք ոչ ոսկի, ոչ արտադ եւ ոչ էլ պրինց դրան ձեր ոտիների մեջ ոչ պար ճանապարհի համար ոչ երկու ես ոչ կոշիկն եւ ոչ էլ ծուկ գործ որովհետեւ մշակն արժանի ի կերակրին, որ քաղաք կամ գյուղ մտնեք, հարցրեք, թե ով է այնտեղ արժանավոր եւ այնտեղ մնացեք մինչեւ որ այնտեղից դուրս ելնեք եւ երբ այն տունը մտնեք ողջույն տվեք նրան ասացեք ողջույն այդ ատամը եթե տուն արժանի է ձեր ողջույնը նրա վրա թող իջնի եթե արժանի չէ ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա եւ եթե մի քաղաք չունի ձեզ եւ չլսի ձեր խոսքերը այդ քաղաքից դուրս գնալիս ձեր ոտքերից փոշին թոթափեցեք ճշմարիտ եմ ասում ձեզ ուրումացիների եւ գոմորացիների երկրի համար ավելի հեշտ պիտի լինի դատարանի օրը քան այդ քաղաքի համար։ Այո, ամեն։ Արկելի Աստվածաշունչի բարեկամներ, երբ կողնակ սրտով ասենք Փառք Աստծուն, այս օրվան համար Եզեկի արիթե հաղորդքով միաբան լինելու ազո խոսքով հոգևոր իմաստություն ստանալու, որովհետեւ կարողանանք եւ մեր քրիստոնեական գոչումը արժեվորել եւ կարողանանք հոգևոր սկզբունքներով առաջնորդվել։ Եվ դրա համար ազո խոսքը մեր կյանքի ուղեցույցն է, որովհետեւ կարողանանք գնալ արդարության ճանապարհից եւ միշտ ապրենք մեր կյանքը աստվածահաճո կյանք Տիրոջ օրենքին հետևելով եւ Տիրոջ խոսքի համապատասխան ապրելով։ Ուրեմն այսօրվա մեր թեման առաքյալների գոչումն է
Քրիստոսի առաքյալները, մենք նախ պետք է նկատի ունենանք, որ Քրիստոսի քարոզության հիմնական թեման երկնքի առկայությունն է։ Դրա համար երբ Հիսուս սկսեց քարոզել, ինչ ասաց, ապաշխարեցեք, որովհետև երկնքի առկայությունը մոտեցել է։ Իսկ երկնքի առկայության ով է երկնքի առկան? Քրիստոս։ Ուրեմն Քրիստոս երբ ասում է երկնքի առկայությունը մոտեցել է, ուզում է ասել, որ երկնքի առկայությունը ինքն է։ Հիսուս Քրիստոս ինքն է։ Չէ՞ որ հավատով խոստովանի մաղթքի մեջ ասում ենք արքա երկնավոր դուր ինձ առկայություն քո։ Այսինքն ով երկնավոր արքա քո առկայությունը շնորհիր ինձ։ Դրա համար երբ Հիսուս ասում է առկայությունը մոտեցել է, անուղակի երբով ասում է, որ խոստացված բրգիչը եկել է աշխարհ։ Դրա համար բոլոր գրոնների մեջ մարդը ուզում է Աստծուն մոտենալ, քրիստոնեության մեջ Աստված մոտիկանում է մարդուն։ Ուրեմն քրիստոնեական հասկացողությամբ Աստված նախաձեռնող Աստված է, որովհետև հույները ուզում էին իմաստասիրությամբ Աստծո մոտենալ, հրյաները օրենքի գործադրությամբ մոտենալ, հետանոցները գեղձ պաշտամունքներով Աստծո մոտենալ, իսկ քրիստոնեության մեջ մենք նկատում ենք հետևյալ ճշմարտությունը, որ Աստված գալիս է մարդուն, որովհետև մարդը չունի հնարավորություն, արժանինքներ չունի, որ Աստծո մոտենա, մեղավոր է, մեղքի բադը կա, բատնեշը կա, Աստված միայն կարող էր մարդանալ, որպեսզի իր սերը հայտնի մարդոց եւ փրկության ծրագիրը բացահայտի։ Եվ այդ փրկության ծրագիրը, երբ որ դերը բացահայտեց, ուզեց նաեւ դերը, որ մարդիկ այդ ծրագրի մասին նաեւ լինեն վգաներ, խոսողներ, որ մարդկանց համար լինի բացահայտ բացորոշ, որ Աստված իր փրկության ծրագիրը իրագործել է Հիսուս Քրիստոսի աշխարհ քալուստով։ Եվ դրա համար Հիսուս ուզում էր ընտրել առաքյալներ, որպեսզի լինեն Քրիստոսի ընկերագիցները, անմիջական փորձագիցները, լինեն Քրիստոսի հրաշքների վգաները, ագանադես վգաները, բայց մանավանդ 4-րդը ամենակարևորն է, որպեսզի լինեն Քրիստոսի հարության վգաները։ Ուրեմն Հիսուս երբ խոսում էր մարդկանց, մեծ բազմությունը հետևում էր Հիսուսին։ Հիմա եթե հարցնանք ինչու մեծ բազմություն հետևում էր Քրիստոսի, քանի պատճառներ կան։ Առաջին, որովհետև Հիսուս երբ որ մկրտվեցավ, Սուրբ Ոգին աղավնագերբ իջավ եւ հայրը երկնքից վկայեց, որ դա է իմ սիրելի որդին։ Ուրեմն այստեղ ինքնին մարդկանց ինչ արեց, տպավորեց։ Երկրորդը Հովհաննես Մկրտիչ բարեգա։ Հովհաննես Մկրտիչ բարեգա։ Ինք Հովհաննես Մկրտիչ հեղինակավոր անձ էր, իշխանությամբ քարոզում էր եւ ինք վկայեց որու մասին, Հիսուսի մասին։ Ինչ ասաց, հավասիկ Աստծո կառնուկը, որ պիտի վերցնե մարդկանց մեղքերը։ Ուրեմն Հոր Աստծո վկայությունը Քրիստոսի մկրտության ժամանակ, Հովհաննես Մկրտիչի վկայությունը ինքնին մարդկանց մեջ ինչ թողնել էր, խոր դպավորություն։ Առավել է որ դեսան Հիսուսի ուսուցումը, որ դարբերվում էր օրենքի ուսուցիչների ուսուցումներից, ուսուցանում էր իմաստությամբ, հեղինակությամբ, իշխանությամբ, օրենքի ճշգրիտ բացատրությամբ, ուրեմն մարդիկ հիացմունքով հետևում էին Քրիստոսի ուսուցումներին։ Դրա համար Ուգասի ավետարանի մեջ ասում է, որ երբեմն մարդիկ կանուխ գալիս էին դաջար նախքան Հիսուսի գալը, որովհետեւ պատրաստ վիճակով նաև լսեն Քրիստոսի խոսքը։ Ուրեմն Քրիստոս որոշ վայր չուներ քարոզության։ Ինքը գնում էր մարդկանց խոսում էր։ Ծովը, ծովի եզերքը, դաջարի մեջ, ճանապարհը, դների մեջ, ուրեմն Քրիստոսի առաքելությունը սահմանափակում չուներ գրասենյակ եւ քարտուղարի, որ ասեր այսինչ օր, այսինչ տեղը, այսինչ վայրը Հիսուս քարոզում էր։ Հիսուս ընդհանրապես կարևորը վայրը չէր, կարևորը Հիսուսի համար մարդկանց ինչն էր, սիրտը։ Եթե սիրտը պատրաստ է ընդառաջելու Աստծո բրգության հրավերին, դա էր հիմնականը։ Եվ գիտեք, Հիսուս երբեմն քարոզում էր լերան քարոզը, երբեմն դաջար ուսուցանում էր, երբեմն ճանապարհը, երբեմն դան մեջ այդ անդամանույցի բժշկությունը կար, չէ՞։ Նախքան բժշկություն կատարվելը Հիսուս խոսում էր դան մեջ, չգիտենք որոդումն է, բայց դան մեջ խոսում էր։ Բայց Հիսուս նաև ուզում էր անմիջական գործակիցներ, որովհետեւ լինեին Հիսուսի հետ, որովհետեւ սովորեն Հիսուսից արքայության մասին եւ իրենք եւս կարողանային Քրիստոսի սերտ հավատարիմ գործակիցները լինել, որովհետեւ իրենք եւս կարոզեն Աստծո արքայության մասին։ Հիմա Հիսուս երբ որ խոսում էր, մարդիկ բազմությունը գալիս էր լսելու։ Այդ բազմության մեջ գային 12 առաքյալները, որոնք դակամին չէին ընդրված, դեռ չէին ընդրված, բայց բազմության մեջ էին։
Վստահ Հիսուս նկատեց, որ անոնք ուշադրությամբ, երկյուղածությամբ հետևում են, պատրաստական են Աստծո խոսքը հավատքով ընկալելու եւ իրենց մարդկային ջիքով կորձի վերածելու, որովհետեւ երբ որ իրենք մշտական հետևում էին Հիսուսի, վստահ Հիսուս նաեւ գիտեր իրենց սրտի վիճակը, թե իրենք պատրաստ էին եւ լսելու, եւ հետևելու, եւ իրենց աշխարհիկ կյանքեն հրաժարվելու, որովհետեւ ամբողջությամբ իրենց կյանքը դրամատրեն ավետարանի կարոզությամբ։ Հետևաբար, երբ որ մենք գարտում ենք առաքյալների կյանքի մասին, նախ պետք է իմանանք, որ Քրիստոս ինքը ընտրեց առաքյալներին։ Հիսուս ասում է, դուք չէ որ զիս ընտրեցիք, ես ձեզ ընտրեցի։ Եվ Քրիստոս ասում է, դուք իմ բարեկամներս եք։ Ուրեմն գտեսեք, երբ որ ասում է բարեկամ, կնշանակի հոգեարազատ գապ մգար Քրիստոսի եւ առաքյալների միջեւ։ Դրա համար երբ որ գարտում ենք Մարգոսի ավետարանի 4-րդ գլխի մեջ տեսեք, ասում է հետևյալը, եթե գուզեք նշել, Մարգոսի ավետարան 3-րդ գլուխ 10-րդ համար, ասում է, Հիսուս լեր բարձրացավ եւ իր մոտ կանչեց նրանց, որոնց ինքը գամեցավ, ինչ ասում է, ուրեմն կանչեց նրանց, որոնք ինքը գամեցավ, ուրեմն Քրիստոսի գամքը եւ Քրիստոսի ընտրությունն էր, եւ նրանք գնացին նրա մոտ, նա նշանակեց 12-ին, որ իր շուրջը լինեն, հոս բարձում է նպատակ Հիսուսի, ինչ ասում է, Հիսուս ինքը գամեցավ 12 առաքյալներ ընտրի, ինչու առաջին պատճառը ասում է, նա նշանակեց 12-ին, որ իր շուրջը լինեն, այսինքն մշտապես իր հետ լինեն, եւ նրանց կարոզելու ուղարկի, բայց նախ ասում է իր հետ լինեն, չի ասում կարոզելու ուղարկի, նախ իր հետ լինեն, երկու կարոզելու ուղարկի ու նրանց իշխանություն ունենան ցավերը բուժելու եւ թևերը հանելու։ Ուրեմն Քրիստոսի հետ լինեն, կարոզելու ուղարկվեն եւ մարդկանց բուժեն հոգեգան դակնապներից մարմնական հիվանդություններից։ Ուրեմն Մարգոսի 3-րդ գլխի 13 եւ 14-ի մեջ շատ բացահայտ կերպով ինքը ավետարանիչը բարձում է, թե Քրիստոս իր կամքով ընտրեց, որպես իր հետ լինեն եւ որպես հետո իրենց ուղարկե, որպեսի կարոզեն ավետարանը։ Ուրեմն Քրիստոսի աշակերտները նաեւ ունեին սխալներ, չէ՞։ Քրիստոսի առաքյալները ունեին սխալներ, մարդ էին, նկարություններ ունեին, բայց նաև Քրիստոսեն սովորում էին արդար կյանք ապրելու արվեստը, Քրիստոսի անցեն, ոչ թե միայն Քրիստոսի ուսուցումներն, որովհետև Քրիստոսի ուսուցումները եւ Քրիստոսի ապրելացևը լրիվ իրար համապատասխան էին։ Երբեմն մենք հագարակը ասում ենք մի բան, անում ենք ուրիշ բան։ Խոստանում ենք, մեր խոստումը թրջում ենք, խոսում ենք, մեր խոսքը չենք գործադրում, լսում ենք Աստծո խոսքը, երբեմն չենք կատարում, կամ երբեմն ժամանակավոր աղիս կատարում ենք։ Ուրեմն դրա համար Հիսուս մեր Տերը ընտրեց առաքյալներ, մեկ հատ գարտանք անուններ առաքյալներուն, նա իր մոտ կանչելով իր 12 աշակերտներին նրանց իշխանությունը 6 բիես թվերի վրա հանելու դրանք եւ բժշկելու ամեն ցավ եւ ամեն հիվանդություն։ 12 առաքյալներին անունները Սիմոն Պետրոս կոչվածը, նրա եղբայրը Անդրեաս, Զեբեդեոսի որդի Հակոբոս, նրա եղբայրը Հովհաննես, Փիլիպոս, Բարտոմեոս, Թոմաս, Մատթեոս, Մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս եւ Ղեպեոսը, որ նաեւ կոչվի Ալփեոս, որ Ղեպեոս, որ Թաթեոս կոչվեց, Սիմոն Կանանացի եւ Ուտա Իսկարովդացի, որ եւ մատնեց նրան։ Իսկ Նաթանայելը Բարտոմեոսն էր։ Այո, Նաթանայելը Բարտոմեոսն է։ Ուրեմն առաքյալները երբեմն ունեին երկու անուն։ Սիմոնի անուն ինչ էր։ Շմավոն։ Սիմոնը Պետրոսն էր։ Չէ՞։ Սիմոնը Պետրոսն էր։ Նաթանայելը ով էր։ Բարտոմեոս։ Մատթեոսը Ղևի։ Իսկ ով կոչված էր որդիկ որոտման Հակոբոս Հովհաննես։ Որդիկ որոտման կոչված են, որով միշտ փարգությամբ արտահայտվում էին, որոդումի պես էին։ Անոր համար կոչվեցան որդիկ որոտման։ Թուստր որոտման։ Ուրեմն մի կարևոր գետ ալգա, որ առաքյալների մեջ դարիքով ամենամեծ ով էր։ Պետրոս առաքյալ, դարիքով ամենափոքրը Հովհաննես առաքյալ։ Առաքյալների մեջ գային ամուրիներ եւ գային ամուսնացողներ։ Ուրեմն տեսեք, որ Աստծո ընտրության մեջ միադեսակ բանը չկա միացև։ Աստված սիրում է այլազանությունը։ Առաքյալներ ուրեմն նույն մշակույթը չունեին, ամեն մեկը դարբեր դաստիարակություն ուներ, դարիքային դարբերություն կար եւ կյանքի իրավիճակի դարբերություն կար, ամուսնություն ամուրի եւ գործի դարբերությունը։ Բոլորը ցկնորս էին։ Օրինակ
ով Մատթեոսի կորձ ինչ էր մաքսավոր էր դուր կանցում էր իսկ Պետրոսի կորձը ցկնորս էր դարձեք Հիսուս ասել գուզե որ այդ փողի դեր ես քեզի ցույց տալիս եմ ով Մատթեոս այն կանցը որ Հավիդյան կմնա իսկ Պետրոսի ոնց որ Հիսուս ասում է ով Պետրոս սուգի փոխարեն ինչ պիտի գործած մարդ պիտի գործած դրա համար հանելուկը ասում է ինչ է դարբերությունը ցկնորսին եւ Ազո խոսքը կարոզողին ասել եմ մի անգամ ով հիշում է ցկնորսը ցուգը ճուրից դուրս անում է որ մեռնի Ազո խոսքը կարոզողը մարդու մեղքի ձովից դուրս անում է որ ապրեցնի ճիշտ հագաբատկերը ուրեմն դրա համար Հիսուս ընդրություն որ գդարեց այլազանություն կար դարիքների յանքի իրավիճակի արվեստների եւ մտայնությունների սա ինքնին մեզ հստակ պատկամ է որ Աստծո փրկության ծրագիրը բոլորի համար է ոչ թե որոշ խավի որոշ խմբակցության այլ բոլորի համար անխդիր դրա համար երբեմն ասում են Հիսուսի բարձած ցերկերը խաչի վրա ինչի նշան է որ ասում է ես քրվում եմ ծեր բոլորին որովհետեւ բոլորի համար եմ եւ դրա համար խաչի 4 անգույները աշխարհի 4 զարկերն են չէ խաչի կարաթև անգույնը շարականի մեջ ասում են ասված բայ կարաթև անգույն չէ կարաթևը որ աշխարհի ինչն է Քրիստոսը 4 զարկերի համար աշխարհի 4 զարկերի համար դրա համար ավետարաններն ալ 4 ավետարանիչներ այսին աշխարհի 4 անգույներում զարկերում ապրող մարդկության համար է այդ փրկության հրավերը ուրեմն Պետրոս Արաքյան Հիսուսը Պետրոսի զոնքանչի չէ բժշկի այո ուրեմն տեսեք առաջին հրաշքի ագանադես վկաներ եղան Արաքյալները Կանայի հարսնիկը չէ ավետարանի մեջ ասում է հոն Քրիստոս հայտնեց իր փառքը եւ աշակերտները հավատացին իրեն անշուշտ հավատքը միշտ ինչ է աստիճանական զարգացում է չկա հավատը որ ոճակի սեղմենք եղանք հավատացյալ դիլիտ արեցինք չնչվեցավ հավատքը յանքի ինչ է մնայուն աճում է ինչպես զարը պետք է աթունդը չրեն սերմանեն խնամեն որ զարը իր ժամանակին մտուղը գտա արաքյալների կյանք տա այդպես էր Քրիստոս սերմանեց բրգության խոսքը ազող հունդը որ իրենք էլ ընկալեն եւ ժամանակին ինչ անեն բդուղդան դրա համար Հիսուս ինչ ասաց ինձի միացեք ինչպես որ տադուն գջուրին որ դուք բդուղդակ ուրեմն արաքյալների բդղապերություն երբ էր հավատքի բդղապերությունը Կորց կարակելոցի մեջ չէ առաջին եկեցին երբ որ արաքյալները խիզախ կերպով աներգյուղ հավատքով կարոզում էին Հիսուս Քրիստոսի մասին ուրեմն Հիսուսի հանդիպումները հետաքրքիր էին օրինակ ասված օրդնի քեզ Հիսուսի հանդիպումները հետաքրքիր էր օրինակի համար Հիսուս Քրիստոս այցելեց Պետրոսի երբ Պետրոս ինչ էր անում ցուկ էր որսում չէ եւ ասում է ամփոչ գիշերը փորձեց ցուկ որսալ բայց չկարողացավ Հոս Հիսուս Քրիստոս Պետրոսի սովորեցնում է որ մարդկային հնարքներով անհնար է կորձի հաջողության հասնել պետք է Աստծո օրհնությունը Սամոս 127-ը եթե դերը չշինե դունը զուր դեղ հոգնում են զայն շինողները ուրեմն դրա համար Հիսուսի անտիվումը ժամկետը բադական չէր երբ այցելեց Հիսուս Պետրոսի առավոտ իսկ Պետրոս ամբողջ գիշերը փորձեց որսալ գիշերը ինչի խորհրդանիշ է մեղքի իսկ առավոտը արդարության եւ Քրիստոս ինք աշխարհի լույսն է ուրեմն Քրիստոս թողնեց Պետրոսի որ ամբողջ գիշերը սպարի եւ աբարտուն տեսնե որ իր աշխատանքը աբարտուն է որ նաեւ Հիսուս Քրիստոս ասա Պետրոսի որ ինչպես առավոտը նոր օր է ես գալիս եմ քո կյանքը լուսավորելու որովհետեւ միշտ ինձանով կարողանաս քո կորձերը քո սուրբ կորձը քո արաքելական ճաշտոնը միշտ էլ բդղապերի իսկ Պետրոս ինչ լավ դվյալ ուներ բժշկություն դվյալ նկարակրային դվյալ ինչ արեց ասաց ամբողջ օրը փորձեցի բան չկարողացա որսալ բայց քո խոսքի համար գնամ խորը որսալու ինչ կնշանակե նազանտ գարար ասել է սոկներ եմ վաղը Միշոն, կալ շաբաթ, կալ Գարար հետացկել, բայց երբ որ ասում է Պետրոս ամբողջ օր հոգնել է, բայց Հիսուս ասում է նավակը խոր դեղը դար որսանք, ասում է քո խոսքի համար պիտի գնամ։ Ուրեմն Պետրոս ինչ էր? Ուներ հնազանդություն ուներ։ Եվ որ հրաշքը բադայեցավ, ցուգի հրաշքը ինչ վիճակի մեջ էր նավակը։ Շատ լեցվեցավ։ Չէ։
Շատ լեցվեցավ նավակը, չէ՞։ Ով եկավ օգնելու որ Հիսուսը։ որ նավակ հետո եկավ որ օգնեն։ Երկրորդ նավակ մի եկավ հետո։ Հիշում եք, երկրորդ նավակով փորձեցին օգնել որ նավակը չընկնի։ Գարտանք։ Հիսուսը չմոտեցավ, որ ասեց արիջրի վրայով քայլ։ Չէ, ուրիշ է։ Ասում է, տեսեք, նա մտավ նավակներից մեկը որ Սիմոնին էր եւ խնդրեց նրան որ ցամաքից փոքր ինչ հեռացնի այն նստեց որ նավակի միջից ուսուցանում էր ժողովրդին ուրեմն նախքան այդ ցուգի հրաշքը Հիսուս նավակի մեջ ինչ անում էր Ուսուցանելը։ նավակի եկեղեցին է նավակի մեջ ուսուցանել կնշանակի Քրիստոս ուսուցանում է եկեղեցու մեջ նավակը խորհրդանիշ է ուրեմն ինչի եկեղեցի իսկ այդ նավաբեդը ով է Քրիստոս ինքն է եւ ասում է եւ երբ դատարեց խոսելուց ասաց Սիմոնին քշիր դար դեպի խորերը եւ ծեր ուրգանները գցեցեք որսալու համար Սիմոնը պատասխանեց նրան եւ ասաց Վարդապետ ամբողջ այս գիշեր չարչարվեցինք եւ ոչինչ չբռնեցինք բայց քո խոսքի համար ուրգանները գկցենք քո խոսքի համար ուրեմն ինքը ասում է ես չարչարվեցի բայց ասում է քո խոսքի համար նման է մարդու ամբողջ օրը չարչարվեր աշխատանքից բայց ասում է ով դեր չնայած իմ մարմնի դգարության ուժասպար վիճակի հոգնապեկ վիճակի ուզում եմ ես աուտել որ քեզանից զորություն ստանամ եւ երբ այդ արեցին մեծ քանակությամբ ծգեր բռնեցին ցույց տալիս է հրաշքի մեծությունը հզորությունը այն աստիճան որ նրանց ուրգանները բادرվում էին ուրեմն այնքան ցուկ կար որ ուրգանները բادرվում էին նրանք նշան էին անում մույս նավակի մեջ եղող իրենց որսագիստերին որքան իրենց օգնեն ուրեմն մույս որսագիստերի նշաններին որ ինչն են քան օգնեն մույս նավակի մեջ ով գար Պետրոս Անտրիաս եղբայրը ցկնորս էին Հովանես Հակոբոսը ցկնորս էին ուրեմն Հովանես Հակոբոսը եկան որ ինչ անեն օգնեն ուրեմն այս 4 անտիպեցին Հիսուսի հետ այդ հրաշքի ժամանակ հիմա հարց հրաշք բադաում է որ հավատքի կանք թե հավատ գա որ հրաշք բադայի հարց Ինչ ալը մի հատ նորից ասել։ պետք է հավատ լինի որ հրաշք լինի թե ոչ պետք է հրաշք լինի որ հավատքի դառնանք Հավատ լինի այդ հրաշք Պետք է լինի որ հրաշք հրաշք պետք է լինի որ հավատքի դառնանք Հիսուս հրաշք որու համար անում էր մարդկանց որ հավատքի դառնան ուրեմն հրաշքը անում է Աստված ոչ թե որովհետև ես արժանավոր եմ գամ ունիմ արժանինքներ Աստված հրաշք է անում որ ես իր գործի զորությունը ճանաչեմ եւ ես Աստծո դառնամ ուրեմն հոս մարդկային կորձոնը գա եւ աստվածային կորձոնը մարդկային կորձոնը ինչ էր ամբողջ գիշերը չարչարվեցավ եւ բան չորցած աբարտյուն է զրով է իսկ աստծո կորձը հրաշքը ասում է ուրգանները բادرվելու չափ ինչ կար ցուգը շատ էր ուրեմն ոս Հիսուս ինչ ասում է առանց ինձի գադարյալ կորձ չկա Իսագադար կորձ կա եւ դրա համար մույս երկուսը եկել էին օգնելու երկու նավակները ինչի խորհրդանիշ են հին եւ նոր գդագարանը հին եւ նոր գդագարանը Պատությունները կանցկացնում եւ սրբերի բացառություն է որոշ բաներ կա այս սրբերի մեկնաբանությունը իսկ սուգերի շատությունը ինչն է շատ մասկեր պիտի դառնային քրիստոնյա սուգերի շատ լինելը իսկ լավ ինչու սուգ ինչու Քրիստոս ուզեց որ այդ հրաշքը բադայի ինչու ցուկ ինչու ուրիշ հրաշք չեղավ ցուկ ուր գաբրի մենք ինչպես քրիստոնյա կլինենք մկրտվելով ջրով ջրով ուրեմն գաբունի իսկ որ գենտանիներ որ ջրերի ժամանակ չսատկեցավ բոլոր գենտանիները բնաչնչվեցին ցուկը միայն իսկ մենք Մեղքով ալեգոծված այս աշխարհի մեջ են քրիստոնյաները, բայց Հիսուսի զորության ապավինելով ասում ենք մեղքով ալեգոծված աշխարհի մեջ ենք, բայց պիտի չմեռնենք։ Գաբը իմացանք հիմա, չէ՞։ Դրա համար մահ որ բադաում է, ինչ ասում ենք մնացողներին։ Աղոթքի մեջ ասում ենք ժամանակավորապես պիտի բաժնվեն մահացողեն, մինչև որ իրենք ալ ջամփա ելեն եւ դուրս գան այս կյանքի ծովի ալեգոծություններն։ Ուրեմն աշխարհը ծով է Հիսուս նավաբետն է, փոթորիկները նեղություններն են, խաղա նավանկիստը հանդերձյալ կյանքն է, ցուգերը ժողովուրդներն են։ Ուրեմն դրա համար Հիսուս այդ հանդիպումը որ եղավ, որտեղ էր ուրեմն ծովը, նավաբետը որով Հիսուսն է, եկեղեցվո նավաբետը, նավնալի եկեղեցին է, իսկ ուրգանները բادرվել ինչի նշան էր,
Լիության Առաջին քարոզին Պետրոս Արաքյալ քանի օքի դարձի եկավ 3000 ապրեք 3000 օքի դարձի եկավ ուրեմն Պետրոս ուրգանը բادرվելու չափ լեցվեցավ երբ Հիսուսի հետ հանդիպեցավ նույն այդ վիճակը հոգևոր բատկերը կտեսնենք Պետրոս Արաքյալ երբ Սուրբ Հոգու հոգեկալստյան օրը բատկամեց եւ 3000 օքի դարձի եկան այդտեղ եկեցու քարոզության ուրգանն ալեցվեցավ բادرվելու չափ հիմա կնկատենք որ չէ համեմատությունը Սուգի հրաշքի եւ Պետրոս Արաքյալի առաջին քարոզի ուրեմն այս կան այս հրաշքի համար Սիմոն Պետրոսի որ Հիսուսի հետ բադայեցավ լավ Պետրոսի անդրադարձ ինչ էր այս հրաշքի որտեսավ ինչ ասաց ինչ ասում է ձնգերի Հիսուսի ձնգների ընկավ եւ ասաց ինձանից հերու կնադեր որովհետեւ ես մեղավոր մարդ եմ ուրեմն Պետրոս նաեւ ինչ էր խոնար հնազանդ էր որովհետեւ ասաց քո խոսքի համար կնանք երկու ինչ ուներ Պետրոս Արաքյալ խոնարհություն ասաց երացիր ինձանից որովհետեւ ես մեղավոր եմ որտեղից իմացավ իր մեղավոր լինելը Քրիստոսի հրաշքը ցույց տալիս է մեր փոքրությունը ազո մեծությունը հրաշքը ցույց տալիս է Աստծո անսահման զորությունը եւ մեր սահմանափակ կարողությունը հրաշքը ցույց տալիս է Աստծո միջամտության հրաշալի աստեցությունը եւ ցույց տալիս է մեր անկարողության խղճալի եւ դժվար վիճակը ուրեմն Պետրոս Արաքյալը հավանաբար ասաց ես այսքան դարվա հմուտ փորձարու մասնակից ցկնորս եմ չկարողացա բան անել ես մարդը ցկնորս չէ եւ արեց մի հրաշք որ ինձ համար հավանաբար անըմբռնելի անբացատրելի հրաշքն է հստակ է չէ ուրեմն Պետրոս Անդրեաս Հովանես Հակոբոս որտեղ հանդիպեցին Հիսուսի հետ Ձովում Էս մեկ Արաքյալների յանքից կնեք ընդհատեցիք այդ դեպքում ինձ թվում է ձգի գլխի խաչը կապ ունի Ինչի ձգնի գլխին խաչ կա չէ Թուրքերը չեն ուտում ձուկ, որտեղ ցկի ջարդում են չէ Հիմա ամեն ցկի վրա խաչ չկա Բոլոր ցկերի մեջ խաչ չկա Ես օրինակ սիրում եմ միշտ գլուխն եմ ուտում ու բացում նայում եմ իրոք կա Հա ես չեմ նկատել ցկեր կան որ բայց տեսեք հին քրիստոնյաների համար այս նշանն էին անում ցկի այսպես քրիստոնյա լինելու նշան Այսպես դեսեր եք ավտոմեքենաների մեջ Jesus գրվել է ցուգի նշան որովհետև Հիսուս հունարենով Հիսուս Քրիստոսի առաջին դարերը եթե առնենք ցուգի առաջին դարերը նշանակում է Հիսուս Քրիստոս Աստծո որդի բրգիչ Քախնապարի պես գործածում են որովհետեւ չբացահայտվի իրենց քրիստոնեական ինքնությունը չէ որ հալածական վիճակի մեջ էր եկեցին դրա համար խաչակնկվելուց առաջ գար ցուգի նշանը խորհրդանիշ որով Հիսուս հարությունից էլ հետո կատարեց ցուգի հրաշք հիշում եք հարությունից հետո եւ քանի ցուգ որսած քանի ցուգեր այդտեղ թիվ հիշվում է 5-ից որ 153 ցուգ Հովանեսի ավետարանի մեջ հիշվել է երկրորդ ցկնորսության հրաշքներ Իսկ Սուրբ Օգոստինոս ասում է 150-ը սամոսներն են եւ 3-ը Սուրբ երրորդություն է ասում է սամոսներով իմանում ենք երրորդության խորհուրդը որով սամոսները աղոթներ են չէ ասում է աղոթքի ջամփով գարանք հաղորդակցել Սուրբ երրորդության հետ ուրեմն հանդիպումը մեզի համար հստակ է առաջին հանդիպումը որ կատարվեցավ Քրիստոսի եւ Արաքյալների միջեւ մի ուրիշ հանդիպման մասին էլ գարանք խոսել Հովանեսի ավետարանի մեջ Հովանեսի ավետարանի մեջ ինչ խոսում է առաջին գլուխի մեջ ով խոսում է Հիսուսի մասին Հովանես Մգրդիչ չէ Հովանես Մգրդիչ եւ երբ Հովանես Մգրդիչ 1:37-ը 1:37-ի մեջ կարդում ենք հետեւյալը ասում է հետեւյալ օրը դարձյալ այնտեղ կանգնած էր Հովանեսը նաեւ իր աշակերտներից երկուսը խոսքը որի մասին է Հովանես Մգրդիչի մասին որով Հովանես Մգրդիչ էլ ուներ ինչ աշակերտներ ուրեմն 1:35-ի մեջ 36 եւ նայելով Հիսուսին որ անցնում գնում էր ասաց ահավասի Քրիստոսը քարն Աստծո ուրեմն ասում է ահավասի Քրիստոսը քարն Աստծո վկայում է Հովանես Մգրդիչ վկայում է կոչեր անում բոլոր նրանց ովքեր ցանկանում էին մկրտվել մկրտության կոչեր էր անում ապաշխարության կոչեր ճիշտ երկու աշակերտները նրանից լսեցին ինչ որ խոսեց եւ գնացին Հիսուսի հետևից աշակերտներից երկուսը ուրեմն գնացին Հիսուսի
ետևից։ Երբ Հիսուս հետ դարձավ եւ տեսավ նրանց, որ գալիս էին իր հետևից, ասաց նրանց. «Ինչ եք ուզում»։ Նրանք ասացին նրան. «Ռաբբի», որ թարգմանվում է վարդապետ, «ուր է քո օթևանը»։ Նա նրանց ասաց. «Եկեք եւ տեսեք»։ Եկան եւ տեսան, թե որտեղ է նրա օթևանը, եւ այն օրը նրա մոտ գիշերեցին, որովհետեւ մոտ ժամը 4-ն էր։ Ուրեմն Պետրոս առաքյալ գիշերը ամբողջ ուզեց որսալ, չկարողացավ, առավոտ Հիսուսի հետ հանդիպեց, այստեղ էլի հիշվում է գիշերը։ Հիսուսի հետ անցկացրեցին գիշերը Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեաս մեկն էր այն երկուսից, որոնք լսեցին Հովհաննեսի ասածը եւ գնացին Հիսուսի հետևից։ Ուրեմն Սիմոն Պետրոսի եղբայր Անդրեասը, որու աշակերտ էր, Հովհաննես Մկրտիչի, բայց որ Հովհաննես Մկրտիչ վկայեց Հիսուսի մասին, հետևեց Հիսուսի։ Սա նախ գտնում էր իր եղբոր Սիմոնի ու նրան ասաց. «Կդանք Մեսիան»։ Ուրեմն Պետրոսի եղբայր Անդրեաս ինչ անում է եղբորը, ասում է Մեսիան կդանք Քրիստոսի մասին։ Մեսիա ինչ նշանակում է։ Փրկիչ։ Սա նրան դարավ Հիսուսի մոտ, նայելով նրան Հիսուս ասաց. «Դու Օվնանի որդի Սիմոնն ես, դու պիտի գոչվես Գեփաս», որ թարգմանվում է Պետրոս։ Ուրեմն հանդիպումները հստակ է, չէ՞։ Ընդհանուր ժողովրդի մեջ առաքյալները կային։ Ընդհանուրի մեջից Հիսուս ընտրեց քանի առաքյալ, 12։ ինչու որ իր հետ լինեն, իշխանություն տվեց որ կարոզեն եւ հիվանդները բուժեն։ Ընդհանուրը 72։ Կան 72 աշակերտներ, որոնք բարբերաբար տեսնում էին Հիսուսի։ Բայց 12 առաքյալները ամեն ինչ թողնեցին եւ Հիսուսի հետևեցան։ 4-ն էլ գրի առան ավետարանները։ Բայց 4-ից 2-ը 12 առաքյալներ էին։ Մատթեոս եւ Հովհաննեսը։ Ղուգաս, Մարգոս 70 աշակերտներից են։ Հավասարությունը։ Հա, Ղուկասը չգիտեի։ իսկ Մատթեոսը ինչ էր արեստով։ Ասի, Մաքսավոր, Մարգոսը, Մի րոպե։ Գիտեմ Ղուկասն էր հնարավոր։ Մարգոսը ըստ Եգեցու ավանդության եկեր էր Լիբիա քաղաքից։ Լիբիան գիտեք որ Եգիպտոսի մոտ երկիր է, այսին հարավային Աֆրիկե, Խայրավան քաղաքից։ Մարգոս ամենահին ավետարանը Մարգոսն է եւ ամենագարջը։ Ամենագարջը ամենահինը։ Ղուգասինը մասնակիտական է, քանի բժիշկ է Ղուգաս։ Իսկ ամենաերգար ավետարանը Մատթեոսին է, աստվածաբանական ավետարանը Հովհաննեսին է։ Մատթեոս, Մարգոս, Ղուգաս ինչ կգոչվեն ավետարանները։ Համատեսական ավետարան, որովհետև խոսում են Քրիստոսի հրաշքների ուսուցումների մասին։ Հովհաննես առաքյալ խոսում է Քրիստոսի աստվածային կարողության մասին։ Դրա համար ամեն մեկի առաջ ինչ կա, պատկերները կտեսնեք, չէ՞։ Մատթեոսի մոտ ինչ կա։ Մի րոպե։ Մատթեոսին։ Հրեշտականման մարդ, չէ՞։ Դա ուզում է ասել, որ Քրիստոս մարգարեների կողմից վկայած փրկիչն է։ Մարգոսի մոտ ինչ կար։ Արույցը ցույց տալու համար Մարգոսը Քրիստոսի զորությունը, քանի Հիսուսի ծննդյան մասին չի խոսում, ուղղակի հրաշքներով սկսվում է։ Մարգոսը ցուլը ինչի նշան է։ Զոհագործում։ Ցուլն ակորձածում էին զոհագործումի համար, չէ՞։ Ղուգաս, իսկ վերջին Հովհաննեսը արձիվը շատ բարձրատրիչ է, չէ՞։ Եվ սրատրիչ է եւ սրատես է, ցույց տալիս է Քրիստոսի երկնային ցակումը, երկրավոր չէր, երկինքեն երգիր խոնարհվեց։ Ուրեմն խոսեցանք Պետրոսի հանդիպումը, Ձովեզեր, խոսեցանք, որ Անդրեաս գեհդեվեր Հովհաննես Մկրտիչի, հետո հետևեց Հիսուսի, Հովհաննես Մկրտիչի վկայության աստեցություն է դա, եւ հետո լուր տվեց որու եղբորը եւ հետևեց նաեւ Հիսուսի։ Գտանք Մեսիան։ Հիմա անցնենք մյուս բաժինը։ Ֆիլիպոսի մա ասում է հաջորդ օր Հիսուս որոշեց Գալիլեա մեկնել, գտավ Ֆիլիպոսին, ասաց նրա արի իմ հետևից, շատ գարջ, արի իմ հետևից, եւ Ֆիլիպոս Բեթսայդայից էր Անդրեասի եւ Պետրոսի քաղաքից։ Ֆիլիպոս գտնում է Նաթանայելին եւ նրան ասում է, ում մասին որ Մովսեսի օրենքի մեջ եւ մարգարեները գրել էին, գտանք նրան, Հիսուսին, Հովսեփի որդի Նազարեթ քաղաքից, որի ասում է Ֆիլիպոսը, Նաթանայելի Բարտոմեոսի, ուրեմն կնշանակե Ֆիլիպոս գիտեր հին ուխտը, 5 դագարանը, որով ասում է այն մասին, որ մարգարեները խոսել էին, հիմա կդան, ուրեմն ինքը որոշ չափով լավադեղյակ էր։ Հին ուխտեն մարգարեական վկայություններից, դրա համար ինքն է լուր դալիս է որու։ Տեսեք հետաքրքիր է, Անդրեաս լուր դալիս է Պետրոսի, Ֆիլիպոս լուր դալիս է Նաթանայելի, կնշանակե նաև առաքյալները եղբայրասեր էին։
եղբայրասիրություն կար, ոչ թե ես կդա վերջ, կարևոր չի իրեն ասեմ, եղբայրասիրություն կա, քուտ կա, մարդասիրություն կա, եւ հետո ինչ ասում է, Նաթանայել նրան ասաց, իսկ կարելի է որ Նազարեթից մի որևէ լավ բան դուրս գա, Ֆիլիպոս նրան ասաց, արի եւ դես, երբ Հիսուս տեսավ Նաթանայելին, որ իր մոտ էր գալիս, ասաց նրա մասին, ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա, Հիսուս որու մասին ասում է, Աբրեկ, Նաթանայել նրան ասաց, որտեղից ես ինձ ճանաչում, Հիսուս պատասխանեց, ասաց նրան, Ֆիլիպոսը դեռ քեզ չկանչած, երբ թզենու դակ էր տեսակ ես։ Հիսուս ասում է, այսինքն երբ հերու էիր, ես քեզ տեսնում էի։ Ոս Հիսուս ասում է, ես ամենադես եմ։ Չեն կրնար Քրիստոսի տեսողությունից թաքնվել։ Դրա համար Հիսուս այստեղ իր ասվածությունը է հայտնում։ Աստծո ստորոքեներից մեկը ինչն է, ամենադես։ Հաղորդի մեջ ասում ենք ծածկադես, ծածկակետ։ Մենք մեր արջի առաջ եղած երբեմն չենք տեսնում։ Բադաու մեջ է երբեմն ագանչի վրա տնում են քրիչը, փնտրում են ասում են ագանչի վրա։ Կամ երախոսի, կրբանն է, բայց փնտրում է կամ ակնոցը։ Սողոմոն իմաստուն է։ Չէ, sense բոլորին sense միաժամանակ տեսնում։ Եվ այդ Աստծո տեսնելը մեզի միշտ զգուշացնում է, որ Գարանք մարդկանցից թաքնել, թակում բայել չար մտածումները, բայց ազոկով ամեն ինչ բացահայտ է, ամեն այո, չկա ծածուկ բան, որ չհայտնվի։ Ճիշտ Հիսուսի խոսքը։ Ուրեմն ասում է Նաթանայել պատասխան տվեց նրան ու ասաց. «Ռաբբի, դու ես Աստծո որդին, դու ես Իսրայելի թագավորը»։ Հիսուս պատասխան տվեց նրան ու ասաց. «Նրա համար է սավատում, որ քեզ ասացի, թե թզենու դակ տեսա քեզ, դրանից շատ ավելի մեծ բաներ պիտի տեսնես»։ Ուրեմն Հիսուս ասում է դու իմ հետ երբ ընկերակցես, իմ հետ ինձ հետևես, դու ավելի մեծ հրաշքներ պիտի տեսնես։ Թզենին ինչի է գապ ունի նաև թզենին։ Հիսուս անիծեց թզենին, չէ՞։ Ոս ինչ ուզում է ասել Հիսուս Նաթանայելի, որ դու պիտի լինես մտղադու։ Պետրոսի ասում է դու պիտի որսաս մարդկանց, Նաթանայելի ոնց որ Հիսուս ասում է դու պիտի լինես մտղադու, պիտի չունենաս դերև։ Իսկ Հիսուսի ժամանակ կային դերևներ, որոնք մարդիկ, որոնք ունեին դերև, չունեին բդուղ։ Փարիսեցիները, օրենքի ուսուցիչները ունեին դերև, ցևական, ցուցական, արդակին երևույթով, բայց չունեին բդուղ։ Եվ դրա համար, որովհետև Հիսուսի չէին հետևում, չունեին բդուղ։ Դրա համար այդ ծնեգույրը, որ սկսավ տեսնել, եւ որ Հիսուսի մասին խոսում էր, ինչ ասացին այդ գույրի հարցակնող մարդիկը, մենք ունենք Մովսես եւ օրենքը։ Այսինքն չէին ուզում Հիսուս Քրիստոսի հետևիլ, չէին ուզում Հիսուս Քրիստոսի հետևիլ։ Ես առավելաբար այսօր ուզեցի խոսիլ Պետրոս, Անդրեաս, Հակոբոս, Հովանես առաքյալների մասին, մի ուրիշ առիթով հավանաբար խոսենք մույս առաքյալների մասին։ Եկեք հիմա այս երեք առաքյալների մասին մի քիչ խոսենք։ Պետրոս, Հակոբոս, Հովանես եւ Անդրեաս ինչ ունին հետաքրքիր։ Պետրոս նկարագրային ուշագրավ տվյալը երկու գետ հիշեցինք քիչ առաջ։ Հնազանդ խոնար։ Երկու Հովանես ինչ ասում ենք, սիրո առաքյալ, չէ՞։ Հովանես սիրո առաքյալ։ Անդրեաս արիությունը, խիզախությունը, իսկ Հակոբոս հանգստության։ Գարան ասել, հա, խաղաղության։ Հիմա մեր մեջ գանաս 4-ը՝ հնազանդություն, խաղաղություն, խոնարհություն, խիզախություն։ Ով հիշում է խիզախ կնշանակի քաչ, որ առաքինությունը գաբ ուներ։ Մի անգամ դասի ժամանակ խոսեցինք, ասացինք քանի մի մասներ կան, մի հատը նշանակում է նաև քաչություն կամ խիզախություն։ Ով հիշում է։ Երկրորդը որ ասեք լավ է դերեր։ Անալիզ անենք սերի շոյությունը, տեստավորենք։ Հələ մի հատ հարցը նորից տվեք, ես տեղում չէի։ Հիմա տեղում ես, ուրեմն գարամ ասել, լավ։ Ասում եմ, որ մի առաքինություն կա, քանի մը շաբաթ առաջ Սերդողության թեման դրա մասին է։ Ասացի, քանի մը նշանակություն ունի այդ առաքինությունը։ Եվ այդ իմաստներից մեկը քաչություն է, խիզախությունը։ Բամը վեր հիշեք։ Ադենային, միան լավ խոսում եք, թե լավ հիշում եք։ Մենակ լավ խոսում ենք։ Հոմանիշները մին քաչություն էր։ Անվախաջության, առաքինություն, Թեման էր, այդ օրը թեման էր։ Քրիստոսին չուրանալ։ Համբերությունը, չեք հիշում։
Համբերությունը, խոսել ենք համբերության մասին եւ այդ հոմանիշներից մեկը համբերության նեգատիվ է երկու մեկ Եվ դաժե գրեցին ես գրել էի, ես անհամբեր եմ։ մի փիլիսոփայի ասում են ինչու քո լսողներին չես թելադրում որ թուղթի վրա գրի առնեն քո ասածը ասում են նախընտրում եմ իրենց կենթանի սրտի վրա փորակրեն քան մեռած կենթանիների մաշկի վրա ուրեմն չմոռանաք համբերությունը գաբ ունի ինչի հետ քաչության հետ քաչ մարդը գիտի համբերել իսկ ան որ վախենում է դակնաբում է գասկածամիտ է դակնաբով անում է վախով Վախկոտ չեմ, բայց համբերություն չունեմ, սիրտս ճաքում է մի բան վրազ ուզում եմ արագի մեջ, մտքովս անցավ տեղում պետք է անեմ, ուզում եմ գիշերվա 3-ն լինի։ Սոմոն իմաստուն ինչ ասում է ամեն ինչի ժամանակը գա։ Չէ, սերմանելու, հնցելու, սգալու, ուրախանալու։ Ավակ ուրբաթ սուկ է, ավակ գիրագին ինչ, հարության գիրագին։ Ուրախության։ Հարությունը մեղքի կինը վճարել է, հարությունը Քրիստոսի հաղթանակն է։ Խաչը բայկարն է, հարությունը հաղթանակն է։ Բայց չկա հաղթանակ առանց բայկարի, չէ՞։ Ուրեմն դրա համար այս առաքյալները, որոնք Հիսուսի հետ էին, մանավանդ Պետրոս, Հակոբոս, Հովհաննես, քանի մարիտների ներկա եղել էին, միան իրենքով հիշում են։ Բայց առաքելության Ապրես, բայց առաքելության ժամանակ Քրիստոսի աստվածային փառքը տեսան։ Հարության ժամանակ Աղջկա հարությունը։ Ապրես, ով էր Հայրոսի աղջկան։ Տեսեք երկու դեպքերը Քրիստոսի աստվածությունը աբացուցող հրաշքներ էին։ Քրիստոսի այլագերբությունը Տիրոջ փառքը, իսկ Հայրոսի հարությունը, Հայրոսի աղջկան հարությունը ցույց տալիս է Քրիստոս ինքն է կյանքի դվիճը, անմահության աղբյուրը։ Դրա համար առաքյալները ինչ էին, ընդրյալ էին։ Առաքյալները Քրիստոսի հրաշքների ագանադես վկաներն էին, Քրիստոսի կորձագիստեր էին, բայց ունեցան դգարություններ առաքյալները։ Հիմա այլ իշենք իրենց դադանումները, դգարությունները։ Որ քնեցին, չկարողացան 1 ժամ մնալ։ իմանալ։ Որ բացածավ մերը Փորձության մեջ հիմա։ Փորձության ժամանակ Մատթեոս 26:41 աղոթեցեք, որ փորձության մեջ չընկնեք։ Չի ասում, որ փորձության չմատնվեք։ Ասում է փորձության մեջ չընկնեք, նարբերությունը մեծ է։ Չի ասում աղոթեցեք, որ փորձություն չվադայի։ Ասում է աղոթեցեք, որ փորձության մեջ չընկնեք։ Այսինքն փորձությունը բոլորիս համար է, բայց փորձության մեջ ընկնելը հանցնվինն է, դգարանալն է։ Ժայռի վրա շինված դունը կա, չէ՞։ Եվ ավազի վրա շինված դունը։ Երկուքը փորձության մատնվեցան, չէ՞։ Փորձության չմատնվեցան։ Բայց երկուքը փորձության մատնվեցան։ Այո։ Նույն վիճակներ։ որը դիմացավ Նույն վիճակներ։ Անցել դեղած կամին փչեց, կետ օրտեցավ։ Երեքի համար նույն բարերը կործածում են։ Բայց կարևոր արդյունքներ։ Հավատքով հաստատությունը փորձության ժամանակ հաղթական դուրս գալիս է։ Դրա համար երբեմն մարդիկ ասում են ես հավատավոր եմ, մասնակցում եմ բադարակի արարողությունների, աղոթում եմ, սուբկիր կարդում եմ։ Փարիսեցին ալ ասում էր, շաբաթ 2 անգամ զոմբահում եմ, դասանորդ տալիս եմ, ուրիշների նման մեղավոր չեմ։ Կարևորը հետո ինչ լինում է։ Երբ որ եկեղեցուց դուրս գալիս ենք, այդ հավատքի մեջ մնում ենք հավատարիմ, հաստատ, ուխտաբար, իսկ եթե փորձության մեջ ենթարկվում ենք, էլի վերականգնում ենք, թե ուսահատությունը իշխում է մեր վրա։ Շատ կարևոր բաներ են ասում, որովհետև երբ կգնանք եկեղեցի, օրհնությունը ստանում ենք, բայց չարը նաև ինչ անում է։ փորձության է ենթարկում։ Իր նպատակն է, չէ՞, իր նպատակն է, որ այս մարդու վերացնի Աստծուց։ Սրբերի մեկը ապրել է շատ աստվածահաճո կյանք, չեմ հիշում անունը, այդ սուրբերից մեկը չգիտեմ, բայց նշանավոր սուրբ է, ուրեմն իր կյանքի վաղճանին, երբ որ հասել է կյանքի վերջալույսը, սատանան երևում է, ասում է այդ սուրբի դու քո կյանքում քո հզոր հավատքով միշտ իմ դեմ մայքարեցար եւ հաղթեցիր, ասում է մոդիգացել է բա որ ռեշտակները քեզ դիմավորեն եւ այս աշխարհեն հրաժեշտ տաս, այդ սուրբը ինչ պատասխանում է, ասում է դեռ ապրում եմ, հնարավոր է որ ինձ մոլորեցնես եւ ես մեղքի մեջ ընկնեմ, սատանան ասում է ուզեցի քեզ հբարդացնել, բայց էլի չկարողացա։ Տեսեք, ասուշ ես մեղք չունեմ, չէ, մեղք ունենք։ Սխալ չենք, չէ, սխալ ունենք, բայց կարևոր այդ սխալի համար զղջանք, սխալեն հրաժարվելու գամք ունենանք։
մեղքի դեմ պայքարելու համար սպառազինվենք։ Եվ բա հարցնանք, որ կարևոր բանը կա, որ մեղքը իմ վրա իշխել է։ Մեզանից ամեն մեկ ունի մեղքը, որ իշխել է։ Հնարավոր է մեկուն նախանցը, մույսի բարդությունը, ուրիշի փարգությունը, ուրիշի տրամասիրությունը։ Սատանան առաջարկում է մեկ մեղք, պայման չէ ամեն մեղք։ Հյուրասիրում է մեկ մեղք, բայց ասում է ամեն օր գործիր այս մեղքը, որ մարդը գաղվածություն ունենա։ Հիմա առաքյալները ունեին մեղքեր։ Կատարյալ չէին, մարդ էին։ Օրինակ, Պետրոսի մեղքը ինչ էր։ 3 անգամ մոռացավ։ Դա ինչի պատճառ էր։ Թերահավատության։ Զայրահեղ իրանցին վստահում էր։ Աստծո չէր վստահում շատ։ Իր դարիքը, իր գիտելիքը, իր փորձառությունը, իր հնարամտությունը, սրանք բոլոր իրեն համար կարևոր դվյալներ էին։ Ոնց որ ասում էր ես իմ այդ մարդկային դվյալներով գարամ հաջողակ անց լինել։ Բայց Պետրոսի ուրացումը խոստովանություն էր, որ առանց Աստծո շնորհին մարդ չի կարող հավատքի մեջ մնալ հաստատ կամ իր կյանքի երթին կարողանա քայլել հաստատ քայլերով։ Դրա համար Օգոստինոս Երանելին ասում է. «Դես Պետրոսի, որ վստահում է իր անձին, պիտի տեսնես Պետրոսը, որ ուրանում է իր դերը»։ Ասում է. «Դես Պետրոսի, որ վստահում է Հիսուսի, պիտի տեսնես Պետրոսը, որ քարոզում է ավետարանը»։ Հիմա բան հերոստացույցի մեջ խովասներ կլինեն, չէ՞։ Խովասների մեջ հետաքրքիր բաժին կա, այսպես ցույց տալիս է առաջ եւ վերջ, չէ՞։ Քաշով էր նիարել է։ Ինչ ասում եք ջաղադին։ Ջաղադեր մազարադ է, չէ՞։ Ուրեմն ցույց տալիս է before after անգլերենով, չէ՞։ Դեսեք ավետարանը այդպես է։ Ցույց տալիս է before after։ Ցույց տալիս է Պետրոսը առանց Հիսուսի անձին վրա վստահող գիտելիքներու փորձառության, հետո ցույց տալիս է հետոն after-ը, երբ որ Պետրոս Քրիստոսի հետ ընկերակցել է, Քրիստոսից սովորել է եւ հետո եղել է հավատքի հերոս եկեղեցու սույներից մեկը, նույնն էլ մույս առաքյալները։ Դրա համար դարբերությունը ավետարանին կամ աստվածաշունչին եւ մույս գիրքերում։ Մույս գիրքերի մեջ պատմություն հեքիաթների մեջ միշտ մեծարում են հերոսներին, չէ՞։ Իրենց կողքն են հիշում, մեծարում են այդ անձերի եւ երբեք չեն հիշում այդ երևակայական հերոսների, կամ գուցե իրական հերոսների ժխտական բացասական կողմերը, միշտ հիշում են լավ կողմերը։ Բայց ավետարանը այդպես չէ։ Ավետարանի մեջ նաև հիշում են ինչվել է ինչը։ Առաքյալների դգարությունները։ Սա մեզի համար հույս տալիս է։ Բացասական կողմերը։ Բոլոր գիրքերի մեջ հերոսների ծայրահեղ մեծարում են։ Հենց Մովսեսական օրենքից սկսած, Մովսեսը այդքան չէ դեր հայ։ Բայց ես միան այդ գիրքը ոչ թե գիրք ասելով որևէ գիրք, պատմական, վեբ, հեքիաթ եւ այլն չի խմում։ Մի քիչ համբերիր անի։ Սա փաստ է ուրեմն, սա վգայում ես որ համբերություն չունես։ Ինքը գարձեց վարքավանքը կարգեբի կեցնել։ Հաստ, ես բան չասացի, բայց նաեւ Այս կարևոր որ խոստովանեց։ այո, խոստովան։ Համբերության բաժակը չհորտի։ Բարգության բաժակը։ Լավ, գադակի բաժիներ։ Ուրեմն տեսեք, միշտ հեքիաթներու վեբերու պատմություններու մեջ միշտ հերոսներին մեծարում են։ Ծայրահեղ չափազանց կերպով, բայց ավետարանի մեջ այսպես չէ։ Տեսեք Մատթեոսի ավետարան ինքը գրել է ավետարանը եւ հիշում է իր սխալների մասին։ Հիշում է իր սխալների մասին։ Որ սխալը կար որ հիշել է Մատթեոս ավետարանը մարդկային դգարության մասին, խորհում էին թե ով է մեծը։ Առաքյալները խորհում էին իրենց մեջ ով է ինչը մեծը։ Եվ այդ խորհողների մեջ ով գար։ Մատթեոս առաքյալ, հիմա Մատթեոս առաքյալ գարար այդ մեկը զանցնել, բայց տեսեք դաստիարակի չէ, չկա քրիստոնեական դաստիարակություն առանց ավետարանի, որովհետև շատ գրվել է շատ իրադեսությամբ։ Դրա համար գա կարևոր համար, ով ուզում է կարդալ Հռոմեացիս 15:4։ Այս թեմայի հետ կապ ունի, որ ինչ որ գրվել է, մեզ հույս տալիս է, դաս տալիս է Աստվածաշունչի մեջ, որովհետև առաքյալների կյանքի փորձառությունը կա, կյանքի հարազատ մատքերը կա այդտեղ։ Ով կարող է գարտալ։ 15:4։ Հռոմեացիս նամակի 15:4։ Լսենք ինչ ասում է։ Ուրեմն ինչ որ գրվեց, հա։ Հա։ Մի հատ գարտակ Ուրեմն ինչ որ գրվեց, որ մենք սովորենք, որպեսզի համբերությամբ ու գրքերի պարգևած մխիթարությամբ հույսը ընդունենք։ Դες որպես ինչ ընդունենք։ Հույսը։ Ուրեմն երբ մենք նկատում ենք Մատթեոս առաքյալ, որ ավետարան կարոզեց, նաև իշենք ինք ուներ դգարություն։ Սա մեզի հույս կուտա։
որ ինչպես անցումը որ մտածում էր ով է մեծը, մեծարում է դերը, հրաժարվում է մեծամտությունից։ Կամ Պետրոսը, որ զղջաց եւ ներումը ստացավ եւ առաքելական պաշտոնի մեջ վերականգնեցավ։ Դրա համար մենք առաքյալների նաեւ ինչ կոչում ենք, ինչ ասում ենք առաքյալների։ Սրբեր, մարգարեներ։ Առաջին եկեղեցու հիմնադիրները։ Քրիստոս ինքն է գլուխը, բայց այդ եկեղեցու սյուները առաքյալներն են, չէ՞։ Դրա համար մենք ունենք առաքյալների դոնը, որովհետեւ մենք նաև մեր քրիստոնեական հավատքի մեջ մնանք կանգուն։ Դրա համար կգառուցվեն եկեղեցիներ առաքյալների անունով։ Լինի Հովանես եկեղեցի, լինի Սուրբ Հովանես, Սուրբ Պետրոս։ Ուրիշ եկեղեցիներ կա։ Պողոս Պետրոս կա։ Պողոս Պետրոս կա, այստեղ նաև կա Սրբոց Արաքելոց եկեղեցի։ Մի փոքր մադուր է, չէ՞։ Այդ վերին շենքավիտի ծայրամասը, այդ Սրբոցն ադագած է։ Սրբոց Արաքելոց, վերին շենքավիտի այդ փոքր մադուրը։ Ուրեմն տեսեք, նաև սրբերի, մանավանդ առաքյալների մեծարելու հատուկ ձևեր կան։ Իրենց հիշադակության օրը, նաև իրենց կյանքի վկայությունը, նաև եկեղեցիները, որոնք կառուցվեն առաքյալների անունով։ Երբեմն ուրիշ եկեղեցիներ կան, որոնք ծևոմը մեղադրում են, որ ինչու կոչում եք կոչվեն եկեղեցիները առաքյալների անունով, դա սուրբ գրային է։ Գիտեք ինչու։ Քանի որ հին ուխտի մեջ ասված ինչ ասում էր, ես եմ Աբրահամի, Իսահակի եւ Հակոբի ասվածը։ Ուրեմն ասված կորզածում է մարդկանց բարերը, որ ճանաչելի դառնա մարդկանց մոտ։ Ուրեմն նույն եկեղեցին ոչ մի հագասուբ գրային է, եկեղեցիմը եթե կոչվի առաքյալների անունով։ Հստակ է, չէ՞ ժողովուրդ։ Շատ լավ։ Ես ուզում եմ այս կանով այսօր բավարարվել, իրականության մեջ ինքը ընդարձակ նյութ է, մի քանի աստվածաշնչական վկայություններ կան, որոնց մասին ուզեմ ակնարկություն անել, մեջ բերել, օրինակի համար ժողովուրդ, պիտի խնդրեմ 2 րոպե լուր մնանք, հետո արիդ պիտի դամ ձեզ, որ անպայման խոսեք եւ ձեր մտքերը արտահայտեք։ Տեսեք Երեմիա 16:16-ի մեջ ասում է հետեւյալը։ 16:16-ի մեջ Երեմիա ասում է. «Ահավասիկ ես կուարգեմ բազում ցկնորսներ», ասում է Տերը, եւ նրանք կորսան նրանց։ Այնուհետև կուարգեմ բազում որսորդներ եւ նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր փրուրների վրա ու ժայռերի ձեռբերից։ Ոս ակնարկություն է Երեմիայի մեջ Քրիստոսի առաքյալների մասին։ Երեմիա, եթե ուզում եք նշել 16:16։ Հետո լալկաններ, չէ՞, այո, լալկան մարգարե։ Հետո գա Սամոս 18-ն, Սամոս 18-ի մեջ ասում է. «Երկնքի ծայրերից էր նրա ձակումը, իսկ թաթարը մինչև ծայրերը նրան, ուր չկա մեկը, որ թաքնվի նրա դաբից»։ Խոսք առաքյալների քարոզությունն է, որ աշխարհի ծայրերը քարոզեցին։ Եվ վերջապես առաքյալները նաև առաջին ինչն էին եկեղեցու։ Հոգևորականած 10։ Մնաք Հակոբոս առաքյալ եղավ Երուսաղեմի բادرյակը։ Եվ դրա համար առաջին եկեղեցու հոգևորականած 10-ը նաև առաքյալները իրենք էին, որոնք նաև ստացան իշխանություն, որ իրենք եւս սենատրեն իրենց հաջորդները։ Նրա համար մեր հայ եկեղեցին ինչ կոչվում է դրա համար։ Առաքելական եկեղեցի։ Այսինքն մեզ համար մեծ բադիվ է, որ մեր թարավոր պատմական եկեղեցու զավակները լինենք։ Սա մեզ համար բադիվ է եւ բարդավորություն է, որովհետեւ կարողանանք իրոք առաքյալների օրինակին հետևել եւ մեր եկեղեցու ավանդությունները, սրբազան ավանդությունների դեր կանգնել, որովհետեւ մեր կյանքի երթով լինենք իսկապես մեր եկեղեցու հավատավոր, արժանավոր հավատարիմ զավակները։ Աստված ձեզ բայ ժողովուրդ, հաստատ մնանք մեր հավատքի մեջ եւ Սրբոց Արաքելոց առաքյալների բարեխոսությունը մեր հետ լինի։ Վերջին հիշեցում Հիսուս Քրիստոսի հետևորդները կոչվում էին աշակերտ։ Մենք ալ աշակերտ ենք։ Առաքյալները 12 էին, աշակերտները ամեն քրիստոնյա։ Ամեն հավատարիմ քրիստոնյա Հիսուսի աշակերտն է։ Դրա համար է երկինք պիտի համբարնար Քրիստոս ինչ ասաց առաքյալներին։ Գնացեք եւ աշակերտեցեք բոլոր ազգերը ինձ աշակերտ դարձրեք։
բոլոր ասկերը եւ այդ ասկերից մեկը նաեւ աշակերտներն մեկ այդ ասկերից մեկ որ կանչված է Քրիստոսի աշակերտելու հայերն ենք մենք հայերս ափսոս գիտեք մենք հայերս անհադաբես հրաշալի իրակորձում ունենք բայց մեր հավաքական կյանքում համերաշխություն իապանություն չկա ամենաբարձը սպորտի մեջ ինչ որ անհատական է կանանցեր ոսկի մեդալ չամպիոն են ոսկի մեդալ ստացել են ինչ որ հավաքական է ֆուտբոլ բասկետբոլ վոլեյբոլ բոլոր ուզում են ֆուտբոլին մեկ ասում եք ես լինեմ ֆուտբոլին բոլոր ուզում են Մեսսի կամ Ռոնալդո լինել մեկը չկա որ ասենք լինի ասենք պաշտպանողական թիրքի վրա բոլորը հարցակում են դրա համար արաքյանների կյանքի մեջ ինչ կար շատ զորեղաբե շեշտված կորձակցությունը միասին կորձակցում էին արաքյանները եւ այդ առաջին կորձակցության պատկերը որտեղ նկատում ենք երկու օրինակ կա կոնե առաջինը ցուգի հրաշքը որ մոդիկացավ կանչում է մույսներին չէ որ ուրգանը բادرվում է երկրորդ մինչև հոգեկալուստ աշակերտները միասին ինչ անում էին աղոթում էին միասին աղոթում էին աստվածամոր հովանավորությամբ ուրեմն Հիսուսի հետևորդը կոչվում է աշակերտ բայց առաջին անգամ որ քաղաքում Քրիստոսի աշակերտները կոչվեցին քրիստոնյա ով հիշում է Գործ Կարակելոցի մեջ հիշված է Անդիոք քաղաքի մեջ առաջին անգամ Քրիստոսի հետևորդները կոչվեցին քրիստոնյա Անդիոքի մեջ որ հիմա ափսոս որ Թուրքիայի տարածքում է բայց դա ապես հունական քաղաք է եղավ ժողովուրդ ասված էս բայ է շնորհակալ եմ որ ուշադրությամբ համբերությամբ լսում եք աղոթենք իրարու համար ամեն օր մի դող ասենք ով դեռ հիշիր աստվածաշունչի բարեկամները աստվածաշունչի հարցեր կան սիրով լսում եմ